Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1363-րդ օրն է։ Կարծում եմ շաբաթվա առաջին հեռարձակման համար հաճելի կլինի իմանալ, որ Եվրոպան Թուրքիային եւ Ադրբեջանին իրենց տեղն է դրել ծանր ապտակով, իսկ Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահները Զելենսկին եւ Մակրոնը ստորագրել են Ռաֆալ գործանիչների եւ հոբ համակարգերի մատակարարման եւ օդային նավատորմի երկարաժամկետ զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները կրկին հարվածել են մի շարք թիրախների այն տարածքում, որը դեռևս գոյություն ունի Ռուսաստան անվան տակ։ Պուտինի զորքերը զբաղված են հաղթանակի ակտիվ իմիտացիայով եւ ինչպես իրենք են անվանում պատասխան հարվածներով։ Ստացվում է նրանք հարձակվել էին Ուկրաինայի վրա, որ 4 տարի անց պատասխան հարվածներ հասցնեն եւ Թրամփին փորձեն ցույց տալ, թե իբր իրենց բանակը հաջողակ է։ Ռուսները ամենուր են փորձում ազդել հասարակական մտքի վրա, օրինակ մեր եթերների տակ փորձում են ձևացնել, թե մտահոգ են ռուսական զորքի առաջ խաղացմամբ, դա արվում է որպեսզի ֆիքսեն, թե իբր իրոք ինչ որտեղ առաջ են եկել, չէ որ տեսնում են մեր եթերից, որ մենք այդ խայծերը արհամարում ենք, փորձում են մեկնաբանություններում ռուսական օրակարգ ստեղծել, այդ իսկ պատճառով բոլոր նման մեկնաբանությունները արգելափակվելու են, իսկ եթե կան իրոք մարդիկ, ովքեր մտահոգված են ռուսների հնարավոր առաջ խաղացմամբ, ապա հիշեցնեմ դες, որ Պուտինը Ուկրաինայի վրա չէր հարձակվել, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից 4 տարի անց գյուղեր գրավի եւ մեզ պատասխան հարվածներ հասցնի։ Պուտինը եկել էր մեր պետությունը բնաջնջելու համար, իսկ երբ քթին հարված ստանալով վնգստալով փախավ, փորձում է հիմարների մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը ուժեղ է եւ ինչ որ հաջողություններ ունի։ Ցավոք նրանց հավատացողներ էլ կան, այդ իսկ պատճառով բոլոր մեկնաբանությունները, որտեղ կֆիքսվեն ռուսական նարատիվներ, իբր ռուսական հաջողությունների մասին կամ Ուկրաինայի բանակի կորուստների մասին արգելափակվելու են, որովհետև մեր եթերի մեկնաբանությունները դա հարթակ չէ, որպեսզի ռուսական նարատիվներ տարածվի։ Այն երկրին, որը ցանկանում է ցուցադրել իր ուժը գիշերը խաղաղ մարդկանց սպանելով, չպետք է հնարավորություն ստանա քարոզչություն իրականացնելու, թեկուզ եւ մեր մեկնաբանություններում։ Իդեպ գիշերը Ռուսաստանը հարձակվեց թուրքական նավի վրա Ուկրաինայի ափերին մոտ։ Տեսնենք, թե Էրդողանը ինչպես կպատասխանի, կգնա արդյոք սրացման, թե կասի նավը մասնավոր էր ու չտեսնելու կտա։ Սա իրոք մարկեր է, թե որքանով են ամուր Էրդողանի դիրքերը, չէ որ արևմուտքում նա փաստացի չի գտնում հենասյուն, չնայած ակտիվ իմիտացիային։ Կային օրեր, երբ Թուրքիան ռուսական ինքնաթիռներ էր խոցում։ Մոտ ժամանակներս կտեսնենք Էրդողանի ռեակցիան։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին։ Փարիզ կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին եւ Էմանուել Մակրոնը ստորագրեցին Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու մտադրության պատմական հռչակագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է ուկրաինական բանակի օդային եւ հակաօդային պաշտպանության հնարավորությունների ընդլայնում, այդ թվում ժամանակակից կործանիչների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում։ Փարիզի մոտ գտնվող ռազմաբազայում ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել Ուկրաինայի մարտական ներուժը։ Փաստաթղթի մանրամասները, որը պաշտպանական համագործակցության մտադրության մասին հռչակագիրը, դեռևս լիովին չի հրապարակվել։ Համաձայնագիրը ստորագրելուց հետո Զելենսկին ֆրանսիական հեռուստատեսությանը հայտարարել է, որ Ուկրաինան նախատեսում է գնել 100 Ռաֆալ կործանիչ, որոնցից մի մասը Ֆրանսիան իր պահեստներից կտրամադրի, իսկ մյուս մասը երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Իդեպ նաև Սամպտի հոբ համակարգերի մասին է գնում խոսքը։ Սրանք ամերիկյան Patriot համակարգերի կարելի ասել անալոգներն են, բայց որոշ չափանիշներով նույնիսկ Patriot-ներից լավն են։ Եվրոմիությունը քննարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրո դրամաշնորհ տրամադրելու հարցը, եթե սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հիմնական ծրագիրը կրկին արգելափակվի։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը հղում անելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Եվրոմիության առաջնորդներին ուղղված նամակին։ Այս ֆինանսավորումը դարձել է չափազանց կարևոր, հաշվի առնելով Ուկրաինայի աճող ռազմական բյուջեի կարիքները։ Փաստաթղթի համաձայն մինչև 26 թվականը երկրին միայն պաշտպանության համար անհրաժեշտ կլինի առնվազն 51.6 միլիարդ եվրո։ Իր նամակում ֆոն դեր Լայենը նշում է, որ Ուկրաինայի վրա առաջիկա 2 տարիների ընթացքում ֆինանսական բեռը աննախադեպ է լինելու։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով Ուկրաինային 26 թվականին կարող է անհրաժեշտ լինել ավելի քան 70 միլիարդ եվրո, իսկ 27 թվականին մոտավորապես 64 միլիարդ եվրո։ Սա ներքին հարցեր են, պարզապես բարձրաձայնվում են, որպեսզի աշխարհի
փոխարին մեսիջ հղվի, որ Եվրոպան միևնույնը ֆինանսավորելու է Ուկրաինային եւ իր պայքարում ռուս օկուպանտների դեմ։ Իդեպ Թրամփը երեկ հայտնեց, որ նոր սանկցիաներ է պատրաստում այն երկրների դեմ, ովքեր առևտուրը Ռուսաստանի հետ շարունակում են, սա նույնպես շատ կարևոր մեսիջ է, որ Ռուսաստանի դեմ պայքարը արևմուտքում տոտալ բնույթ պետք է ունենա եւ հետեւողական։ Եվրոմիությունը արդեն գտել է փոխարինող ռուսական գազին, եւ դա ոչ թուրքական եւ ոչ ադրբեջանական գազն է, որքան էլ Էրդողանը փորձի ներկայացնել իր երկիրը որպես էներգետիկ խաբ տարածաշրջանում եւ Եվրոպայի համար, եւ որքան էլ Ալիևը ձգտի Բրյուսելի աչքին երևալ որպես կարևոր խաղացող էներգամատակարարման ոլորտում, Եվրոհանձնաժողովը աջակցել է Հունաստանի եւ ամերիկյան ExxonMobil ընկերությունների միջև կնքված նոր համաձայնագրին Իոնական ծովում գազի հանքավայրի հետախուզման վերաբերյալ հայտարարելով, որ հուսալի գործընկերների հետ համագործակցությունը, ինչպիսիք են Ամերիկան, կօգնի Եվրոպային վերջապես հրաժարվել ռուսական գազից։ Այս մասին տեղեկացնում է Եվրոակտիվը։ Եվրոհանձնաժողովի բարձրաստիճան աղբյուրը Եվրոակտիվին հայտարարել է, որ Եվրոմիության գլխավոր առաջնահերթությունը մնում է ռուսական գազի ներմուծման դադարեցումը ոչ միայն մատակարարման դիվերսիֆիկացիայի միջոցով, այլև հուսալի էներգետիկ գործընկերների հետ համագործակցությամբ։ Repower Euro-Union ռազմավարության շրջանակում Եվրոպան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից մինչև 27 թվականի ավարտը։ Եվրոմիության ընտրությունը ոչ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին չի նշանակում, որ Էրդողանը եւ Ալիևը կդադարեն իրենց փորձերը, իրենց խաղը, կարևոր Երևալ։ Այս տեղեկատվությունը ձեզ հայտնեցի, որպեսզի ավելի լավ իմանանք իրավիճակը, ճիշտ գնահատենք այն։ Հիշենք, մեկ ամիս առաջ նախկին էներգետիկայի նախարարի նախաձեռնությամբ տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ իբր Ադրբեջանը գազ է մատակարարելու Ուկրաինային, բայց երեք իմացանք, որ Հունաստանն է գազ մատակարարելու Ուկրաինային։ Քանի աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի նկատմամբ բարձր է, Ալիևը միշտ է փորձելու PR-վել, Էրդողանի մասին չասեմ, նա իրեն խաղաղարարի դեր է առանձնացրել եւ անընդհատ Ռուսաստանի հետ բանակցություններից է խոսում եւ ինչ որ չափով նաեւ այդ պատճառով իրեն խաղից դուրս է թողնում արևմտյան խաղից։ Ի նկատի ունեմ, բայց ինչ էլ անեն Անկարան եւ Բաքուն, ճշմարտությունը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս։ Իդեպ հիասթափեցնեմ մոսկովյան այն քարոզիչներին, ովքեր փորձում են Իսրայելն ու Թուրքիան ներկայացնել միասնական ճակատով։ Իսրայելը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիային F-35 ինքնաթիռների հնարավոր մատակարարմամբ։ Երուսաղեմ Post-ի հետ զրույցում Իսրայելի ԱՄՆ-ում դեսպան Լեյթերը նշել է, որ Թուրքիային ամենաարդիական կործանիչների փոխանցումը ներկայումս կլինի անցանկալի եւ անժամանակ, քանզի կա որոշակի մտահոգություն նախագահ Էրդողանի քաղաքականության վերաբերյալ, ում դիվանագետը բնութագրել է որպես հակադրողական եւ ագրեսիվ առաջնորդ։ Միաժամանակ Լեյթերը ընդունել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կարևոր խաղացող, թե ռազմական, թե աշխարհագրական տեսանկյունից։ Դիվանագիտական լեզվից թարգմանած Իսրայելը ցուցադրում է իրեն որպես արևմտյան անվտանգության համակարգի թիմային խաղացող եւ ներկայացնում է իր հստակ հիմնավորումները։ Կարծում եմ, որ Երևանում պետք է ավելի ուշադիր հետևեն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ Թուրքիային որպես խաղաղության աղավնի չընկալեն, այսպես ասենք։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Վերջին մեկ օրում ռազմաճակատում տեղի է ունեցել 216 մարտական բախում։ Պոկրովսկի շրջանում շարունակվում է համառ դիմակայությունը, այնտեղ 75 մարտական բախում է տեղի ունեցել անցած 24 ժամվա ընթացքում։ Ծանր մարտերը շարունակվում են նաև Զապորոժիեի ուղղությամբ, որտեղ մեր ուժերը կանգնեցնում են ռուսների առաջ շարժվելու փորձերը։ Վերջին մեկ օրում ռուս օկուպանտները կորցրել են եւս 1160 զինծառայող եւ նրանց 310 միավոր զինտեխնիկա, իսկ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստները հասել են 1,159,420-ի, ռելիզը ձեր էկրաններին է Ուկրաինայի գենշտաբի։ 2025 թվականին որևէ ռազմավարական նպատակի չհասնելով ռուս օկուպանտները փորձում են ներխուժել Ուկրաինայի պաշտպանության ուժերի տարածք գոնե որոշ հաջողություններ ճակերտների մեջ գրանցելու համար։ Մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց պաշտպանական գործողությունները որոշակի տարածքներում իրականացնելով նաև որոնողական եւ հարվածային գործողություններ։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Մեջբերեմ վերջին 24 ժամվա ընթացքում Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի գործողությունների շրջանակներում մեր ուժերը որոնողական ոչնչացման գործողություններ են իրականացրել Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում 26.6 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Զապորոժիեի մարզում հարավային Ուկրաինայի պաշտպանները շարունակում են հարվածել թշնամու տեղակայման վայրերին, կրակակետերին եւ թիկունքային շրջաններին։ Վերջին
24 ժամվա ընթացքում թշնամու կորուստները Զապորոժիեի մոտ կազմել են 200-ից ավել մարդ, 12 հրետանային համակարգ, ներառյալ ուրագան կայան եւ 45 միավոր այլ ռազմական տեխնիկա, հաղորդում է Գենշտաբը։ Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հիմնական խնդիրն է ոչնչացնել թշնամուն եւ նրա պահեստազորը եւ խաթարել թշնամու հարձակողական ներուժը։ Մեջբերեմ Ուկրաինացի զինվորների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ագրեսոր երկրի կորուստները 25 թվականին արդեն գերազանցել են 367.460-ը, ավելի վաղ Ուկրաինայի բանակի գեներալ եւ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Նիկոլայ Մալամուժը հայտնել էր, որ ռուսական զորքերը չեն կարողացել իրականացնել Պոկրովսկը եւ հարակից քաղաքները մինչեւ նոյեմբերի 15-ը գրավելու իրենց ծրագիրը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը խափանել են հարձակումը եւ հակագրոհներ են սկսել թուլացնելով թշնամու դիրքերը։ Քաղաքում մարտերը շարունակում են թեժանալ, Ուկրաինայի զինված ուժերը տիրապետում են թշնամու մարտավարությանը եւ ամրացնում են իրենց դիրքերը աստիճանաբար մաքրելով քաղաքը ռուս օկուպանտներից։ Մեր Telegram-ի հետևորդները հավանաբար արդեն տեսել են նոր խոցումները Դոնբասի օկուպացված հատվածում, Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում, կարևոր էլեկտրոկայանին հարվածների եւ Արիոլում եւ Բելգրադի ու Կուրսկի մարզերում խոցումները։ Ոգևորիչ կադրերը շատ են, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք մեր Telegram-ին եւ վայելեք։ Չեմ ուզում շատ երկարացնել երկուշաբթի օրվա լուրերը։ Պատերազմը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է թիրախավորել քնած մարդկանց ամենօրյա ռեժիմով, իսկ Ուկրաինան փորձում է ամեն կերպ կանխել ռուսական հարձակումները։ Այսօրվա համար այսքանը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Հույս ունեմ, որ վաղը նորությունները կլինեն այլ ավելի լավը, քան այսօր։ Բարով մնաք, մինչ նոր հանդիպում։